Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 20 օգոստոսի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Կախակն բնակավայրի նորակառույց կրթահամալիր տանող ճանապարհի երկու հատվածներ՝ Մեծ Մասրիկում և Կախակնում։ Առաջինում աշխատանքները գրեթե ավարտված են, երկրորդում ընթանում են ջրահեռացման ցանցերի կառուցում և հողային աշխատանքներ։ Վարդենիս համայնքում հիմնանորոգվում են Կախակն բնակավայրի նորակառույց կրթահամալիր տանող ճանապարհի Մեծ Մասրիկի և Կախակնի հատվածները։ 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինությունը մեկնարկել էր հուլիսի վերջին։ Մոտավորապես 560 մետրի չափով նախատեսված է ասֆալտային ծածկույթի տեղադրում, ջրահեռացման վանքերի կառուցում, մայթերի կառուցում։ Արժեքը կազմում է 73 միլիոն 500 հազար դրամ, որից պետության մասնաբաժինը կազմում է 45%, համայնքի մասնաբաժինը կազմում է 55%։ Մեծ Մասրիկի հատվածի վատ վիճակը թույլ չէր տալիս շահագործել ամբողջ ճանապարհը։ Այն շրջանցում էին և հետիոտները, և վարորդները, պատմում են բնակիչները։ Շինարարության մեկնարկից մոտ 1 ամիս անց շուրջ 270 գծամետր երկարությամբ հատվածն արդեն անճանաչելի է։ Չէին կարում անցնեինք էլ, ներքև вообще ահավոր ցեխեր էր։ Շատերն այս կողմով չէին գալիս, այն միսիաներով էին անցնում, բայց հիմա արդեն ոնց որ դառնում է քաղաքի նման։ Աշխատանքները նախքան սկսելը մոտիկացել ենք, ճանապարհը տեսել ենք, հոսերը, ջրերի հավաքված տարածքները, հիմքը մաքրել ենք, հողային աշխատանքը կատարել ենք։ Այս պայդրությամբ պատրաստվում ենք արդեն ասֆալտապատման աշխատանքները, որը 5 սանտիմետր ասֆալտբետոնային շերտը պետք է տեղադրենք։ Կախակնում կատարվում է այս պայն ջրահեռացման աշխատանքները, տեղադրվում են վանքային հորաները։ Մի քանի օրից էլ կսկսենք արդեն ընդդեի աշխատանքները։ Այս տարվա օգոստոսին էլ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Մեծ Մասրիկ-Կախակն մարզային նշանակության ճանապարհի 6.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման մրցույթ։ Այժմ կատարվում է հայտերի գնահատում։ Ճանապարհաշինությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գրքից ֆիլմ և հակառակը Գեղարքունիքի մարզային գրադարանի փոքրիկ ընթերցողները գրադարան այցելելու ևս մեկ պատճառ ունեցան։ Վայրում, ուր սովոր էին գիրք վերցնել, ընթերցել, այս անգամ ֆիլմ դիտեցին։ Գրադարանի բացօթյա տարածքում փոքրիկները վայելեցին իրենցից շատերին ծանոթ Չարլին և շոկոլադի գործարանը գրքի էկրանավորումը։ Ամառային զով աստղազարդ երեկո, տաքուկ ծածկոցներ, քաղցրավենիք և անհավանական գործարանի մասին ֆիլմ։ Գեղարքունիքի մարզային գրադարանի մանուկ ընթերցողները դիտում են Չարլին և շոկոլադի գործարանը ֆիլմը։ Ռոալդ Դալի համանուն վիպակի հիման վրա ստեղծված ֆիլմը հավասարապես գրավել է գիրքը կարդացած և չկարդացած փոքրիկներին։ Բացօթյա կինոդիտումը մարզային գրադարանի և Կինոդուս նախաձեռնության միջև գործակցության շրջանակում է։ Քանի որ կար գիրքը, հեքիաթը, որը իդեպ Տիկին Համբարձումյանը ասեց, որ գրադարանում շատ են վերցնում, գրեթե գրադարանում չի մնում այդ գիրքը, ու մենք ընտրեցինք նաև այս ֆիլմը, որովհետև դա հիանալի միջոց է գրադարան, գիրք և նաև կինոմշակույթ կապը ապահովելու համար։ Բազմամարդ և ոչ ունևոր ընտանիքում մեծացող Չարլին շոկոլադե սալիկի ոսկետոմսը շահած 5 երեխաներից մեկն է։ Նշանավոր շոկոլադագործի գործանում անցկացրած 1 օրվա ընթացքում բացահայտվում են երեխաների և նրանց ծնողների բնավորության գծերն ու դաստիարակության մեջ թույլ տրված սխալները, նրանցից յուրաքանչյուրի արժեհամակարգը։ Ֆիլմի ընտրությամբ մարզային գրադարանը ոչ միայն խրախուսում է ընթերցանությունը, այլև Չարլիի օրինակով սովորեցնում արժևորել ընտանիքը։ Նպատակն է մշակույթի տարբեր ճյուղերով խթանել ընթերցանության զարգացումը։ Գրադարանը, ինչպես միշտ, փորձեց դառնալ մշակութային միջավայր գրքից ֆիլմ և ֆիլմից գիրք տանող ամենալավ ճանապարհը գտնելու համար։ Ֆիլմի դիտումն ավարտելուց հետո փոքրիկներն իրենց տպավորություններն ու քաղաց դասերն են ներկայացնում։ Շատերն են արդեն ցանկանում ընթերցել գիրքը։ Շատ հետաքրքիր էր, շատ ուսուցողական էր, ու ինձ շատ դուր եկավ։ Գիրք չէի կարդացել, տեղյակ չէի, որ գիրք կա, երբ իմացա, որ գիրք կա, ցանկություն ունեցա կարդալու, ու իսկ մատը կկարդամ, գրադարանից կվերցնեմ և կկարդամ։ Ես կարդացել էի այս գիրքը, բայց
գրեթե 1 եւ 1.5 տարի առաջ ու այս ֆիլմը նայելով ես ամրապնդել եմ այս գիրքը ավելի վառ էմոցիաներ ստանալով շատ շնորհակալ եմ նման բան կազմակերպելու համար գիրքն էլ իր հետաքրքրությունն ունի իր էմոցիաները երբ կարդում ես այդ ոնց որ քո մեջով անցնում բայց ֆիլմը երբ նայում ես դիմացինիդ խաղը երբ տեսնում ես ավելի լավ ես պատկերացնում այդ գրքի մասին կատարվածի մասին Տարբեր գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրությունն առաջին անգամը չէ, որ գրադարանի բացօթյա տարածքում համախմբում է տարբեր տարիքի ընթերցողների, բայց երկնքի տակ կինոդիտումները շարունակվելու են։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Սարուխանի Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզում հանդիսավորությամբ նշել են կրթօջախի հիմնադրման 60-ամյակը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է մանկապարտեզի գործունեությունը, հնչել են շնորհավորական ելույթներ, տեղի է ունեցել գեղարվեստական միջոցառում։ Սարուխանի Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզում նշում են հիմնադրման 60-ամյակը։ Հենց մանկապարտեզի մուտքից արդեն տոնական միջավայր ու տրամադրություն է։ Հյուրերին դիմավորում են մանկապարտեզի սաները եւ այս հաստատություն հաճախած սարուխանցի շնորհալիները։ Հյուրերին սպասում են գեղարվեստական կատարումներ, բեմադրություններ, մանկապարտեզի հիմնադրման օրվանից մինչև այժմ մատուցվող ճաշատեսակների ցուցադրություն, հայկական ավանդական միջավայր։ Լայն բացեք, թևերը ձեր խաղաղություն ավետիք։ Մանկապարտեզի դահլիճում էլ հոբելյանական միջոցառում է կազմակերպել։ Մասնակցում են Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Սարուխանի հոգևոր հովիվ Տեր Ներսես Քահանա Սահակյանը, համայնքապետարանի, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, սարուխանցի մտավորականներ եւ հյուրեր։ Մանկապարտեզի տնօրեն Ելենա Մանուկյանը ողջունում է ներկաներին, իր ելույթում կարևորում վերջերս հիմնանորոգված եւ անցած տարվանից շենքային ու աշխատանքային նոր հնարավորություններով աշխատող մանկապարտեզի դերակատարությունը բնակավայրում եւ իր շնորհակալանքի խոսք նղում Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին նախադպրոցական կրթական հաստատությունը ուշադրության կենտրոնում պահելու համար։ Համայնքապետարանի աջակցությամբ մեր մանկապարտեզը համալրվել է ամբողջովին նոր փափուկ եւ կոշտ գույքով, ժամանակակից տեխնիկայով, անհրաժեշտ բոլոր պարագաներով ստեղծվել են ավելի հարմարավետ պայմաններ մեր փոքրիկների կրթության եւ առօրյայի համար։ Շնորհակալություն ենք հայտնում բակի բարեկարգման եւ խաղաղապարակի կառուցման համար։ Շնորհակալ ենք համագործակցության, վստահության, երեխաների բարեկեցիկ ապագայի համար ներդրած կարևոր աշխատանքի համար։ Միջոցառմանը ներկայացվում է մանկապարտեզի 60-ամյա գործունեությունը, մանկապարտեզի դերը կարևորող շնորհակալական ու Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսքերով ու գեղարվեստական կատարումներով հանդես են գալիս նաև մանկապարտեզի աշխատակիցները։ Միջոցառմանը հրավիրված են նաև այս մանկապարտեզի տարեց աշխատակցուհիները։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից նրանք շնորհակալագրեր են ստանում նախադպրոցական ուսումնական հաստատությունում երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար։ Շնորհակալագրերը հանձնում է Գրիգոր Դաշտոյանը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր տարիներ շարունակ ձեր գիտելիքով սիրով ու նվիրումով մասնակցել եք մեր մանկապարտեզի կայացման ու զարգացման գործին։ Կերտել եք մեր մանկապարտեզի պատմությունը, այսօր մեր ունեցած հաջողությունների, ստեղծված ավանդույթների եւ ջեր մթնոլորտի հիմքում կա նաեւ ձեր աշխատանքի մեծ ներդրումը։ Հոբելյանի առթիվ շնորհավորական ելույթներով հանդես են գալիս նաև հրավիրյալները։ Թույլ տվեք պարոն Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանի անունից շնորհավորել Սարուխանի Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզի 60-ամյա Հոբելյանի առթիվ։ Սա մեկ Հոբելյան է, որ ամփոփում է ավելի շատ պատմություններ, հաջողություններ եւ սերունդների այստեղ միավորում, որովհետեւ այստեղից է սկիզբ առնում հիմնական կրթությունը։ Իմ մանկապարտեզը դարձել է 60 տարեկան։ Ես մանկապարտեզը իմ օգուն իմն եմ համարում
ճիշտ առօրյայում ասել եմ մեր մանկապարտեզի թիմի, բայց իմ մանկապարտեզն է, որովհետև ես այս աստիճան առաջի սաներից մեկն եմ։ Շնորհավորում եմ կոլեկտիվին մանկապարտեզի 60-ամյակի արդիվ, ցանկանում եմ հաջողություններ։ Մեր երախտագիտությունը ձեզ, ձեր տված ջերմության համար, այն արած անգնահատելի գործի համար, որը ապահովում է նաև վաղվա ամուր ընտանիքն ու երկիրը։ Միջոցառումը եզրափակվում է հոբելյանական տորթի հյուրասիրությամբ։ Ավարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս։ Մնացեք խաղաղությամբ։